Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production
հավաքվել ենք մեր հրաշքների հետ տոնելու ոսկեզօծ աշխունը իր բոլոր գույներով և գեղեցկությամբ։ Մենք մեր հրաշքների հետ կփորձենք ձեզ մի փոքր կտրել առօրյա հոգսերից և տեղափոխել մի վառ, նեղ, հեքիաթային խորհրդավոր։ Ինչ գեղեցիկ է, շնորհակալություն։ Դակ շքիր է, ով է այս նամակը մեզ ուղարկել։ Այդ երեխաներ չեք կարդում, Արմենի չեք կարդում, ով է այն մեզ ուղարկել։ Միկի Մաուսը։ Մի գուցե, ովանես չեք կարդում, ով է այն մեզ ուղարկել։ Աղջուկը։ Աղջուկը, այ ով կասի, ինչ եք մտածում, Դանիել ինչ եք մտածում, ով է այս նամակը մեր ուղարկել։ Ով։ Ու բագագիր Խալիտակ, ինչ ես կարդում։ Գավրատում, Նարեկ, ինչ ես մտածում։ Մասան։ Մասան։ Լավ։ Մի գուցե, Անժելիկա, ինչ ես մտածում։ Ակնան որ վայ փերնա։ Բարի փերին։ Մի գուցե, եկեք բացենք և տեսնենք, ով է այս նամակը մեզ ուղարկել։ Եկեք կարդամ։ Սիրելի միջին խմբի երեխաներ, շատ ուրախ կլինեմ շուտով ձեզ հյուր գալու։ Դուք ուրախ կլինեք ինձ ընդունելու։ Ուրախ կլինենք, բայց տեսնես ո՞վ է մեր հյուրը։ Ես ես համար ունեմ անակնկալ, մինչև իմ հասնելը դուք պետք է կատարեք մի շարք առաջադրանքներ։ Ինչ առաջադրանքներ է, տակ շքիր է, բայց որտեղ են այդ առաջադրանքները։ Որտեղ են այդ առաջադրանքները, տեսնես։ Ինչ են չգիտար։ Նա ներողություն կարող որ զանգել պատասխանում հետո շարունակենք, լավ։ Ալո։ Իրերի ինտերվիաննը, Այո։ որ առաջադրանքները գտնվում են Արահետի մոտակայքում։ Հա։ Անցեք Արահետի միջով և կգտնեք։ Ընտրեք և կգտնեք։ Հետո կշկիր է։ Պետք է անցնեմ Արահետի միջով և գտնեմ բոլոր առաջադրանքները։ Նոր մնացեք, առաջադրանքները չկորցնեմ։ Տեսնես ո՞վ է գնում։ Դուք էլ չգիտեք մայրիկներ։ Այգիներից և բանջարանոցներից հավաքել են մշկեր և բանջարեղեն, բայց չի հասցրել տեղավորել զամբյուղների մեջ։ Մենք պետք է օգնենք այգեբանին տեղավորենք զամբյուղների մեջ, առանձնացնենք մշկերը և բանջարեղենները։ Բայց իսկ դրա համար օգնականներ են պետք։ Արտյոմ, օգնես ինձ։ Լեո, օգնես ինձ։ Դայանա, օգնես ինձ։ Յուրի, կօգնես ինձ։ Հրանց, կօգնես ինձ։ Տաթև, կօգնես ինձ։ Յանա, կօգնես ինձ։ Յանա ջան, կօգնես ինձ։ Սոֆի, կօգնես ինձ։ Հովանես, կօգնես ինձ։ Հիմա վերցրեք հայիներին և բանջարանոցներից որևէ մի հա, կատից Հովանես, ինչ ես հավաքել։ Ստեղծը միրքետ է բանջարել։ Տեղավորում եք մրգերի զամբյուղների մեջ։ Ինչ է հավաքել Յանան, Ադամատուզը միրքետ է բանջարել։ Տեղավորում եք մրգերի զամբյուղների մեջ։
Ինչ է հավայում։ Տմբուկը միշտ է բանջարեղեն։ Բանջարեղենների տանբուկի մեջ։ Ինչ է հավայել Սամը միշտ է բանջարեղեն։ Հովանես, ինչ է հավայել։ Կարտոֆիլը միշտ է բանջարեղեն։ Բանջարեղենների տանբուկի մեջ։ Սոֆի Սպասի լեոքթայան աջան կասեք Բանջարեղենների տանբուկի մեջ շատացել Ինչ է թավայ Նա ինձը միշտ է բանջարեղեն Հավորում ենք մրկերի տանբուկի մեջ Ինչ է թավակել Ինչ է բանջարեղեններով և մրգերով տանենք ամբարելու նկուղներում, որպեսզի ձմռան ունենանք վիտամիններով լի պաշար։ Ալու
երեխան է, Անդրեյը դա մթնոլորտային տղումների տեսակ է, որ դրսևորվում է ամբողջ թափող հեղուկի կասիների միջոցով։ Մեր հյուրը անակնկալ ունի նաև մեր մեծիկների համար, հաջորդ առաջադրանքը մեր մեծերին է վերաբերում, դուք մինչև անակնկալ ձեր հացեցածները, մինչև մեր հյուրի այստեղ հանները, դուք պետք է գտնեք հանելուկների պատասխանները, և այդպես նշալի, առաջին հանելուկը, զարմանալի մի պտուղ է, այն մի գաղտնի զարդատուփ է, սերմերը թափանցիկ, վարդագույն և կարմիր, շատ համեղ են երևում, և թափահարես զարդատուփը, իզարմանս չի զրնգա, նուրը, նունեջան գտար, թափահարումի, մի տնակ է երկարավոր, նեղ, քաղցր,
կողքի կլոր բալիկներ էին նստած, բայց աշնանը մի ողբերգություն պատահեց, հարթ տնակը ճակ տվեց, կլոր բալիկները վազվզվեցին և սփռվեցին ամեն մոր։ Այո, սիստեր, բոլորը։ Անարգնդանները
տերևները։ Ինչ են անում աշնանկարը։ Եվ թափում են երևի։ Աշունը հաջորդում է գարնանը, ճիշտ է։ Աշունը ո՞ր եղանակին։ Աշնան ամիսներն են, մարտ, ապրիլ, մայիս։ Աշնան ամիսներն են, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։ Երբ գալիս է աշունը, ճամփորերն են հերթով ցրտում, բերում է քամի ու ցուրտ աշունը։ Աշունը ամբողջ կանաչը կարմիր ու դեղին է։ Աշունն այնքան գեղեցիկ է, որ մեր բանաստեղծները հովերքել են այն իրենց ստեղծագործությունները։ Եկեք վեր հիշեք դրանք և արտասանեք հատվածներ աշնանը նվիրված ստեղծագործություններից։ Այգիները զարդարվել են ագելեգոր տանկուսը, բանյեր առատ, նորել է լև, ասոնո գունակ ճխնա հորութ է։
Լավ, հիշեցի, երեխաներ, մենք շրջակա միջավայրում սովորել ենք ձեզ հետ միասին տեսնել, նկատել բնության գեղեցկությունը, արտասովորը, ինքնատիպը։ Ուստի այսօր մենք կկարողանանք պատրաստել իքևանը։ Իքևանը բառացիորեն նշանակում է օգնել ծաղիկներին ինքնադրսևորվելու։ Իքևանը նշանակում է երկինքը, մարդը և երկիրը։ Մեզ համար իքևանը պատրաստելու համար անհրաժեշտ են աշնանային ատրիբուտներ, գեղեցիկ ծաղիկներ, բայց մենք չունենք։ Ինչպես պատրաստենք իքևանը։ Ինչեմ անենք։ Աշնանային գեղեցիկ ծաղկեփույթ։ Չեմ կարող չանդրադառնալ մեր դերի տնօրենի կատարած ահռելի աշխատանքին, որ ես ականատես եմ եղել այս մի քանի ամսում։ Իսկապես մեր Գերմանիան մեր ստերի բազերը դարձրեց հեքիաթային լինելով ապահով, բարեկեցիկ ոչ միայն մեր բարիկների համար, այլ մեր ողջ անձնագործի Գերմանիան շնորհակալ ենք այդքան իրոք դնել եք ձեր գործին, ջերմությունը սեր ստել եք ամենուր, դարձրել իսկապես մանկապարտեզը հեքիաթային բար գույներով հիացում, բոլորից համար շնորհակալ։ Երբ յուրաքանչյուր միջոցառում նստած նայում եմ, մտքում մտածում եմ ինչ կվերնագրեի ես այս միջոցառումը, եթե ես որոշեի։ Ես այս միջոցառումը աշնանային ներկապնակ կվերնագրեի երևի, որտեղ յուրաքանչյուրը ձեզանից իր գույնն ունի, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը իր երանգն ու նրբերանգն ունի։
Ուզում եմ ամենամեծ շնորհակալությունը հայտնել մեր այս հրաշք փոքրիկներին, ովքեր հաղթահարեցին, ովքեր հաղթեցին ամեն տեսակի վիրուսներին, ու այսպես գեղեցիկ, պատրաստ ներկայացան։ Մեր միջին խումբը ես անվանում եմ մեր մեծ փոքրիկները։ Իրենք այնքան օրինակելի են իրենց վարքով ու պահվածքով, որ շատ մեծեր պիտի իրենիցից օրինակ վերցնեն։ Կեցեք դուք, որ այսքան շատ գիտելիքներ ունեք, կեցեք դուք, որ այսքան լավն եք։ Իսկ Ընկեր Լիանա, ընկեր Անուշ, անչափ մեծ անսահման բառերս անգամ չեն հերիքում, շնորհակալություն ձեզ։ Ասել միջոցառումը ստացված էր, դա նույնն է, որ ոչինչ ասել հրաշալի էր։ Կան միջոցառումներ, որոնք ստացված մտածում ես, Երանի մի քիչ է ձգվի, Երանի թե չվերջանա, սա այդ միջոցառումներից է, շնորհակալ եմ։ Այն մարդկանցից մեկն է, որ միշտ է գնահատել մանկավարժի կատարած աշխատանքը։ Ընկեր Մանեն լինելով նաև ծնող այս մանկավարժերում շատ արժևորել է մեր մանկավարժներից աշխատանք ու հիմա էլ որպես ղեկավար, անկեղծ եմ ասում, այնքան է կարևորում, արժևորում մեր աշխատանքը, ինչպես Երևանը շատ հաճելի է, կարող թևեր եք մեզ, որ աշխատենք, որ գնահատված ենք։ Իսկ այն մարդը, որ գնահատում է մանկավարժին, իսկապես հոգով և սրտով մանկավարժին։ Երեխաներ, այսօր մեր շուրը վերջապես հասել է մեզ անակնկալներով լի։ Մեր շուրը աշուն աղջիկ է, կարդեք Ես տեսավ, թե դուք ինչքան ջանք թափեցիք, որպեսզի ճիշտ կատարեք իմ կողմից նախապատրաստված բոլոր առաջադրանքները։ Եվ ես ձեզ համար անակնկալ եմ ջրել։ Այս գեղեցիկ քաղցրավենիքները ես կփոխանցեմ ընկեր Լիանային, եւ դրանք դուք կհամտեսեք այստեղ խմբասենյակում։ Կաշտանային տերևների քաղցրավենիք։ Ես արդեն ասել եմ, որ մեծիկները նույնպես ունեն անակնկալներ։ Այն մեծիկները, որոնք պատասխանել են և գտել են հանելուկների պատասխանները, կստանան այսօր հուշանվերներ մեր միջոցառումից և ամբողջ կյանք կհիշեն մեր միջոցառումը մեր տարիքներին։ Նունե ջան, դա ձեզ։ Ասեմ Մարիքներ ջան, որ իսկապես նախապես ոչ ոք հանելուկի պատասխանը չի։ Նույնիսկ ընկերանուշը։ Սիրելի ընկերմանը, այս մեր հուշանվերը մեր նուրը ուզում եմ փոխանցել ձեզ, որպեսզի հավերժ մնան ձեր հիշողությունները։
ձեր գրահանքը մեր ուժին զայեցրել։ Անչափ շնորհակալ եմ, որ պարգևել եք այս հրաշքներին մեզ։ Իսկ Ելենայի դեր պետք է երկար հայերեն ես այս հրաշքներին։ Ո՞րն է կյանքի ամենակարևորը, ի՞նչն է կյանքի ամենաերջանկությունը, ի՞նչն է պարգևում երջանկությունը։ Ինձ է առողջությունը, բոլորիդ անգեզ, բոլորիդ առողջություն եմ հարցնում, նաև